հայտարարություն է ուղղակի այլ երկրի նախագահը հայտարարում է, թե ես մեկ այլ երկրում ունեմ ներքին կյանքին միջամտող Ռուսաստանի անձնագրով Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող ուրեմն առաջնորդներով ուժեր։ Սա ուղղակի հայտարարություն է։ Սա ուղղակի նշանակում է թաղել այդ քաղաքական ուժերին, որովհետև ըստ էության ներողություն Վլադիմիր Պուտինի հայտարարությունը բավարար կենտրոնական դրականատաժողովի համար չգրանցելու այդ ուժերին, որովհետև ակնհայտ է, որ տեսեք ճիշտ եք ասում, որովհետև Պեսկովն էլ էր հայտարարի կարծես թե, որ նրանք ունեն ռուսաստանյան անձնագրեր։ Եվ ի վերջ չմոռանանք, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը Մարիա Զախարովան քանիցս նույն Սամվել Կարապետյանի նկատմամբ մտահոգություններ արտահայտել է որպես Ռուսաստանի քաղաքացի։ Մի կողմ են տոնում, որ Սամվել Կարապետյանը ինքն էլ մյուս կողմից Հայաստանի Հանրապետությանը դատի է տվել որպես Կիպրոսի քաղաքացի, այսինքն ակնհայտ ցույց տալով, որ ինքը չի կարող ուղղակի մասնակցել Հայաստանի քաղաքական կյանքին։ Չի, դա ուղղակի նոնսենս է, դա հակաօրինական երևույթ է, եւ եթե նույնիսկ ներեցեք այն ինչ որ ասում են սահմանադրություններ փոխեն, չեն կարող ուղղակի դա անել, դա ուղղակի նոնսենս է։ Չի կարող այլ երկրի քաղաքացին նույնն է Պանդորայի թուղթ բացենք եւ ասենք օրինակ ադրբեջանցիներն էլ կարող են բանանել գալ եւ Հայաստանի վարչապետ դառնալ, հա, սա ուղղակի հիմարություն է։